Պարոն Միրիմյան, ընդհանուր առմամբ շատ դժգոհ եմ փոփոխություններից եւ դժգոհ եմ ձեր պատասխաններից, որովհետեւ ձեր պատասխանների մեջ ինչ ասեմ, մի տեսակ ոնց ասեմ, իմ հանդեպ կա ձեռառնոցի կամ նույնիսկ ինչ որտեղ շատ կներեք այդ բառի համար, հազարներողություն, ցինիզմ։ Այսպես 191 կետի դիտողությունն է եւ ասում եմ, սահմանի վրա ավելացված արժեքի հարկման պրակտիկան շարունակվում է։ Այդ դեպքում ահա դառնում է ավելացած արժեքի հարկը դառնում է շրջանության հարկ։ Ես ես լրջակույն հարց եմ բարձրացնում, բացառել սահմանի վրա ավելացած արժեքի հարկի գանձումը, ինչը եղել է հայոց պետության մեջ մինչև 1996 թիվը։ Դուք պատասխանում եք ըստ էության կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել։ Հաջորդը։ Ես ասում եմ, ինչպես կարող է անհատ ձեռնարկատերը ահա վճարող լինել։ Դուք պատասխանում եք, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է։ Դուք հասկանում եք, որ եթե մարդը անհատ ձեռներից է, չի կարող ավելացած արժեք հակ վճարել, թեկուզ նրա համար որ չի կարող հաշվապահություն պահել։ Հաջորդը։ Ես այս շարանը շարունակվում է, օրինակ շատ հաճախ որ ասում են բացառել շահութարկի կանխավճարի ինստիտուտը։ Մի շարքի հարցադրումներին դուք ասում եք միջազգային պրակտիկայում տարածված է։ Ես ձեզ ասում եմ միջազգային պրակտիկայում ել ավելի տարածված է կանխավճար չտալը։ Դա ի՞նչ պատասխաններ են։ Հաջորդը։ Ես խնդրում եմ անդրադարձեք այս գոնե այս կետերին, այս 120 բանը։ Ուրեմն ձեզ ասում եմ, որ անշարժ գույքի հարկը պետք է տա, ինչպես քաղաքացին, այնպես է պետական հիմնարկը, մինիստրությունը, ազգային ժողովը։ Դուք ինձ պատասխանում եք, ասում եք բյուջեի միջոցները չի երիկում։ Այդտեղ բյուջեի միջոցների հարց չկա, ինչքան կա, այնքան էլ կծախսվի։ Բայց դրանից հետո ազգային ժողովի նախագահ Գալուս Գրիգորի Սահակյանը, որին իդեպ շատ հարգում եմ, կմտածի նրա մասին, որ ավելի նոր շենք չպայի։ Ես լրջակույն առաջարկ եմ անում, դուք թեթև ձևով ցրում եք, կամ մի վերջի առաջարկ։ Բացատրեք ինձ ինչի պիտի հասնենք, ես իհարկե ելույթի ժամանակ էլ կասեմ։ Ինչի պիտի հայ առաքելական եկեղեցին հարկ չտա։ Աշխարհը փոխվել է։ Այդ հարկի պատճառով եկեղեցու 1536 թվականին Հենրի 8-րդը անջատվեց կաթոլիկ եկեղեցուց։ Իսկ շնորհիվ Նապոլեոնի 19-րդ դարի սկզբների բաներին կաթոլիկ եկեղեցին այդ նույն բաները փոխարավ բողոքական եկեղեցուց։ Հայ առաքելական եկեղեցու պատճառով, գիտեք, պատմական տարբեր գնահատականներ կան, նրա տնտեսական հզորացման պատճառով անմիջապես մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել 428-ին ու 1045-ին։ Դուք բռնում եք ինձ բացատրում եք, ասում եք օրենքով դա այդպես չէ։ Բայց մենք հենց դա ենք ասում փոխենք։ Հաջորդ իմ հարցը։ Ինչի պիտի մարդը 20 միլիոն դրամ վաստակելու դեպքում պետությանը տա 20% շահութարկ, 40 միլիարդի դեպքում 5%, 50 միլիարդի դեպքում 2%։ Բայց ուր է մնում մեր փոքր բիզնեսը խրախուսելու խոստումները։ Ну, պատասխանեք այդ էլի կասեմ։ Շատ լավ։ Սկսեմ վերջին հարցից, ինչու պետք է լինի 20%, 5% եւ 2%, պարոն Բագրատյան, այս քննարկումները մենք բավականին երկար ունեցել ենք եւ գաղտնիք չի ձեր համար, որ այս մեխանիզմի հիմքում դրված են պետության կողմից ակնկալվող լուրջ տնտեսական ակնկալիքներ։ Եվ այս այն հարցը չի, որ մենք պետք է դիտարկենք 20%-ի եւ 2%-ի կամ 5%-ի շրջանակներում։ Այո, եւ այն ժամանակ էլ ես հիմնավորեցի, որ կան համապատասխան մեխանիզմներ, կան կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր եւ արկա տնտեսական պայմաններում իհարկե մենք պետք է օգտվենք այդ համաձայնագրերի ընձեռած հնարավորություններից։ Եվ մեխանիզմը, որը կարող է այդ գործընթացը իրականացվել եւ հաշվարկները բերում են 2%-ին եւ 5%-ին։ Այստեղ ուղղակի համեմատության մեջ չէ, որ պետք է որոշել տեսակարգկշիռները տարածել 20%-ի վրա կամ 5%-ի վրա եւ տարբերություններ տեսնել կամ տրամաբանություններ տեսնել 2%-ի կամ 5%-ի միջեւ։ Այո, կան մեխանիզմներ, կան այլ պետությունների հետ որոշակի հարաբերություններ, կան տնտեսավարող սուբյեկտներ, որոնք որ գործունեություն են իրականացնում այլ պետություններում, եւ այս մեխանիզմը այն մեխանիզմն է, որը որ պետք է գրավիչ դարձնի, որպեսզի այդ գործարքները իրականացվեն Հայաստանի Հանրապետությունով, որը Հայաստանի Հանրապետությանը միայն օգուտ է,
չի կարող վնաս լինել եւ չի կարող որևէ մրցակցային պայման այստեղ խախտվել։ Երբ որ այս առաջարկությունը քննարկում էինք ժամանակի, մտավախություն կար, որ ստեղծվելու են մոնոպոլիաներ, որ ստեղծվելու է անհավասար մրցակցային դաշտ, որ արտահանումը կենտրոնանալու է որոշակի անձանց ձեռքում եւ մենք այստեղ ավելի վատ տնտեսական էֆեկտներ ենք ունենում, բայց դա պրակտիկան ցույց տվեց, որ իրավիճակը բոլորովին այլն է։ Որևէ մոնոպոլիաներ չեն ձևավորվել, որևէ տնտեսական մրցակցություն չի խաթարվել եւ ավելին պետական բյուջեն դրանից միայն շահում է։ Երկրորդը հայ առաքելական եկեղեցու հարկային արտոնությունների հետ կապված, եթե դուք պնդում եք, մենք կարող ենք եւս մեկ անգամ վերանայել դա, բայց երկու նկատառումներից ելնելով չենք նախատեսել այդ արտոնության վերացումը, նախ խնդիրը կապված է կադաստրային արժեքների գնահատման հետ, նման շինությունների, եւ երկրորդը դա որոշակիորեն բեռ է նաեւ կրոնական կազմակերպությունների համար, որի ֆինանսական միջոցները այսօր մեր ունեցած տեղեկություններով արկա չեն։ Այդ նկատառումներից ելնելով մենք առաջարկել ենք պահպանել այս արտոնությունները։ Անշարժ գույքի հարկի մասով, այո, դուք նշել եք, որ անհրաժեշտ է, որ բոլորը հարկվեն անշարժ գույքի հարկով, մենք կիսում ենք այդ տեսակետը եւ նշել ենք, որ մենք դա իրականացնելու ենք առաջիկայում։ Ինչու հիմա մենք դրան պատրաստ չենք, մի քանի պատճառներով։ Առաջինը, որ գույքահարկը վճարվում է համայնքների բյուջեներ, մինչդեռ պետության կողմից գույքահարկի վճարումը ենթադրում է պետական բյուջեից ծախս, եւ դա եւացորեն նշված է նաեւ ամփոփաթերթում, ինչը նշանակում է, որ մենք պետք է ուղղակի պետական բյուջեից տրանսֆերտեր փոխանցենք դեպի համայնքների բյուջեներին։ Երկրորդը, երբ որ մենք նայում ենք կենտրոնացվածությունը պետական հիմնարկների շենք-շինությունների տեղակայման, տեսնում ենք, որ մենք այստեղ գնում ենք բևեռացման։ Այսինքն ստացվում է մի այնպեսի իրավիճակ, որ երբ որ մենք ունենալով գույքային հարկ պետական հիմնարկների վրա, շենք-շինությունների մի մասը, որոնք որ տեղակայված են օրինակ կենտրոն համայնքում, մենք ունենում ենք եկամուտների բևեռացում, իսկ մյուս համայնքներում ունենում ենք ավելի վատ իրավիճակ։ Մենք կիսում ենք այն տեսակետը, որ պետք է գնանք այդ քայլին, չենք ասում, որ դա սխալ առաջարկություն է մեր կարծիքով, բայց կարծում ենք, որ դրան պետք է գնանք այս բոլոր հարցերը կարգավորելուց հետո։ Անհատ ձեռնարկատերը ինչ կապ ունի ավելացված արժեքի հարկի հետ։ Պարոն Բագրատյան, այսօր ունենք բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր, որոնք որ ավելացված արժեքի հարկի դաշտում են։ Իսկ ի՞նչն է խանգարում, որպեսզի անհատ ձեռնարկատերը ունենա 100 աշխատող։ Ավելացված արժեքի հարկ վճարողը կազմակերպայրավական տեսակի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսօր էլ մենք ունենք հազարավոր ավելացված արժեքի հարկ վճարողներ, որոնք որ համարվում են անհատ ձեռնարկատերեր եւ որոնք ունեն տասնյակ աշխատողներ։ Այդ տեսանկյունից միգուցե հստատեցնենք հարցադրումը, ես փորձեմ ավելի կոնկրետ պատասխանել, բայց այնուամենայնիվ մենք նշել ենք ամփոփաթերթում, որ ավելացված արժեքի հարկ վճարելը անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի հետ կապ չունի։ Կան այսօր բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր, որոնք համարվում են ավելացված արժեքի հարկ վճարողներ, կան անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն տասնյակ հարյուրավոր աշխատողներ, եւ դա գործող օրենսդրությամբ արգելված չէ։ Մենք չենք կարող հարկային օրենսգրքով բացառել անհատ ձեռնարկատիրոջը համարվել ավելացված արժեքի հարկ վճարող։ Դա իր որոշումն է։ Կցանկանա, որպես անհատ ձեռնարկատեր իրականացնի իր գործունեությունը ընդհանուր դաշտում, չի ցանկանա, թող հիմնի համապարփակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերություն եւ այդ եղանակով իրականացնի իր գործունեությունը։ Ամփոփաթերթում նշվածը ըստ էության, որ նշված է կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել, եթե դա նշվել է հետևյալ նկատառումներով, եթե դուք նկատի եք ունեցել, որ առաջարկում ենք ընդհանրապես հարկումը սահմանին վերացնել, մեր պատասխանը հետևյալն է, որովհետև առաջարկությունից ընկալումը այդպես ինչի եղել, որ որպես մտահոգություն է դա նշվում, բայց որպես կոնկրետ առաջարկություն ներկայացված չէ։ Հարցադրումը վերաբերում է սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման հարցին։ Պարոն Բագրատյան, մենք իհարկե ընդմիջմանը եւս մեկ անգամ փորձեցինք բազել առաջարկության բուն բովանդակությունը եւ իրականում չի ցանկանա պարզապես ընթերցել առաջարկությունը, այնուամենայնիվ ձևակերպումը, որը մենք ստացել ենք, հիմքեր տալիս է ենթադրելու, որ տարբեր կերպ կարող են ընկալվել առաջարկությունը, մասնավորապես տարբերակ 1 առհասարակ հանել հարկումը սահմանից, տարբերակ 2 հանել մասնավորապես առաջնային սարքավորումների մասով, որոնք որ առաջնային նշանակություն ունեն, տարբերակ 3 կարող է լինել նաև այլ տարբերակ։ Եթե իրականում կա տարբերակ, որով մենք կարողանանք կարգավորել սահմանին ավելացված արժեքի հարկով չհարկելու հարցը, մասնավորապես կարծում ենք, որ պատրաստական ենք այդ առաջարկությունը իհարկե քննարկելու, բայց կցանկանայի նշել, որ սահմանին ավելացված արժեքի հարկումը այսօր դա էական է պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում, անցած տարի մենք շուրջ 265 միլիարդ դրամ գումար ենք ստացել պետական բյուջեում սահմանին ավելացված արժեքի հարկով հարկումից եւ այդ գաղափարից հրաժարվելը գոնե ժամանակային առումով բավականին մեծ բեռ է։ Եթե կա դրա լուծում, մենք ուրախ կլինենք եւ պատրաստական կլինենք այդ առաջարկությունը քննարկելու։ Եվ վերջին առաջարկության հետ կապված շահութարկի կանխավճարները ընդհանրապես վերացնելու հետ
Գաղտնիք չէ, որ շահութարկը տարեկան կտրվածքով հաշվարկվող հարկ է եւ շահութարկը վճարվում է տարին ավարտվելուց հետո եւ դա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ շահութարկի կիրառման պրակտիկա ունեցող երկրների գերակշիռ մեծամասնությունը համենայն դեպս մեր կողմից ուսումնասիրել է բավականին մեծ երկրների փորձ, այդ տեղեկատվությունը ներկայացված է նաեւ հանձնաժողով, բոլոր երկրները շահութարկի կանխավճարներ կիրառում են, երկրների գերակշիռ մեծամասնությունը կարող է նշել, անգամ մեր ուսումնասիրած երկրներից բոլորը ու մենք չենք ընտրել երկրները այնպես, որտեղ որ կանխավճարներ չլինի։ Պարզապես ընտրել ենք եւ ԱՊՀ եւ եվրոպական եւ տարածաշրջանային երկրները եւ ակնհայտ է, որ բոլորը կիրառում են կանխավճարները եւ պատճառը մեկն է՝ շահութարկի բեռը չտեղափոխել միանգամից հաջորդ տարվա մեջ եւ մյուս կողմից էլ պետությանը չզրկել ֆինանսական հոսքերը կառավարելու եւ բյուջեն կառավարելու գործընթացից, որովհետեւ Հայաստանի օրինակով, եթե մենք հրաժարվում ենք կանխավճարների գաղափարից, նշանակում է մենք 1 տարի հրաժարվում ենք 100 միլիարդից։ Նույնը նաեւ մյուս երկրները եւ դա է պատճառը, որ այդտեղ գործում է կանխավճարների մեխանիզմը։ Այլ հարց է, որ մենք ինչպես ես ներկայացրեցի, կանխավճարների մասով առաջարկում ենք բարելավում, որ եթե իրապես նախորդ տարի շահութարկի գումարները բարձր են եղել, բայց այս տարի չի ակնկալում համապատասխան տնտեսական գործունեություն, իհարկե կարող է իր կամքով ներկայացնել համապատասխան դիմում եւ օգտվի շահութարկի կանխավճարների այլընտրանքային համակարգից, ինչը նշանակում է, որ ցածր իրացման շրջանառությունների պայմաններում շահութարկի կանխավճարները կլինեն ավելի ցածր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Միրումյան, հարգելի պարոն Բագրատյան, համեցեք արձագանքելու հնարավորություն ունեք։ Իհարկե, ես բարևած չեմ ձեր պատասխաններով, շարունակեմ օգտագործել հնարավորությունը հարց տալու, երկու հարց ևս։ Առաջինը, մեզ մոտ ավելացված արժեքի հարկը 20% է, գանձվում է սահմանին, եթե հիշողությունս ինչի դավաճանում, Ռուսաստանում ու Բելարուսում 18% է, Ղրղստանում եւ Ղազախստանում 13%։ Արդյոք դա չի բերում մեր բյուջետային միջոցների արտահոսքին դեպի այդ երկրներ, այսինքն նման վերլուծություն կա թե չէ։ Իմ երկրորդ հարցը, որ այնուամենայնիվ եկեղեցու մասով ես բարձրացրել էի, խոսքը նրա մասին է, որ անդադ եկեղեցի են կառուցում։ Մենք ունենք 6600 եկեղեցի կառուցած։ Բնակչության 1000 շնչին ընկնող եկեղեցիների թվով քրիստոնեական աշխարհում մենք երկրորդ տեղն ենք հույներից հետո։ Ասենք ռուսները, որը մեզնից 14 անգամ ավել են, ունեն 27000 եկեղեցի։ Հույները։ Ասենք որ գնում եք Սանտորինի քաղաքը, ամեն տուն մի հատ եկեղեցի ունի։ Մենք դրան դեռ չենք ասել, բայց ուզում ենք ձգտել։ Իմաստը ո՞րն է սրա։ Իմաստը ո՞րն է, այսինքն լավ։ Շնորհակալություն։ Իրականում այդ պատկերացմամբ ավելացված արժեքի հարկի, իհարկե շատ ավելի լավ կլներ, եթե ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի մասով մենք չունենայինք 20% դրույքաչափ եւ ունենայինք 12%, այնպես ինչպես Ղազախստանն է կամ Ղրղստանը, բայց փոխադարձ առևտրի տեսանկյունից ավելացված արժեքի հարկի դրույքաչափի ազդեցությունը իրականում չեզոք է, քանի որ եթե մենք խոսում ենք ապրանքների արտահանման մասին, միևնույն է մենք չենք կիրառում 20% դրույքաչափ եւ ներմուծող երկիրն է կիրառում, եւ եթե մենք խոսում ենք ապրանքների ներմուծման մասին, բնականաբար նրանք չեն կիրառում, մենք ենք կիրառում։ Այս մասով մեր տեսակետը այն է, պարոն Բագրատյան, որ իրականում ֆինանսական հոսքերի առումով, արտաքին առևտրի առումով ինքը ազդեցությունը չեզոք է։ Ինչ վերաբերում է արտոնություններին, եթե մեր նշած արգումենտները բավարար չեն եւ տեսնում եք, որ կարող ենք դա հաղթահարել այդ ֆինանսական դժվարությունները, կարող ենք եւս մեկ անգամ քննարկել։ Եթե պնդում եք այդ առաջարկությունը, որ անպայմանորեն այդ արտոնությունը վերանա։ Շնորհակալություն։ Կարծում եմ քննարկելը օգտակար կլինի, պարոն Միրումյան, շնորհակալ եմ, կարող եք զբաղեցնել։ Վարա Մկրտչյան, ներողություն, պարոն Մկրտչյան, համեցեք, մեկ է եկեղեցիների պահով, էլի մի հատ ռեմարկ անեմ։ Որպես հունական եւ հայկական արմատներ ունեցող մարդ, շատ հպարտ ու ուրախ եմ, որ առաջ երկրորդ տեղերը կիսում են հայերն ու հույները եկեղեցաշինության գործում։